Ես ողջունում եմ մեր քույր եղբայրներին, այս հիանալի եկեղեցին, որ Աստծո տուն է կոչվում։ Շնորհակալ եմ ես բոլորիցս։ Ես բոլոր եկեղեցիները, նամանավանդ այն եկեղեցիները, որտեղ որ իմ եղբայրն էլ գնացել է, ես բոլոր հովիվների հետ անձնական ծանոթություններ ունեմ։ Հիանալի անձիկ են, հիանալի հավատքի մարդիկ, որոնք տարիներ շարունակ կարողացել են Հայաստանում մեծ գործ ձեռնարկել եւ ասեմ ձեզ, եթե 58 տարի մարդը հավատքի մեջ է լինում 60-ական թվականների վերջերից սկսած, եւ ես միայն մի բան եմ մտածել, որ ու մտածում եմ առ այսօր, որ Հայաստանում մարդությունը հենց ձեր միջոցով է եղել, այս եկեղեցիների միջոցով, որովհետեւ ես շատ դեպքերում ներկա եմ գտնվել։ Իհարկե իմ եղբայրը մեծ հալածանքներ է կրել, փոքր հասակից ստացած, երբ ինքը արդակարգ սովորող ընտունակությունների տեր անձնավորություն է եղել, անգամ գյուղում գյուղացիները նախանձում էին վերաբերվում մեր ընտանիքի հանդեպ, եւ ինքը կատարյալ ընտունակություն ունեցող մարդ, Օլիմպիադաների մասնակից, ուժեղ մաթեմատիկոս եւ այլն, երկու տեղ միասին է ավարտում Մոսկվայի համալսարանի գից ֆիզիկա-մաթեմատիկական, նաեւ այստեղ Երևանին գից գերազանց ավարտում է, հետո կիբեռնետիկայի ֆակուլտետն է ավարտում։ Ես իհարկե իրավապան էի, 2 տարի մենք միասին հանրակացանում էլ ապրել ենք։ Հետո արդեն ստացվեց, որ ամեն մեկս մեր աշխատանքով, մեր բանով, բայց ինքը միշտ հավատարիմ մնաց հավատքին։ Եվ երբ ես մասնագիտությամբ իրավապան եմ եւ երկար տարիներ օրգանում եմ աշխատել, չեմ թաքցնում, ինչպես մեր ով ասեց եղբայրը Արոնը, եւ միլիցիայի համակարգում, եւ դատախազության համակարգում վերջին իմ պաշտոնը եղել է դատախազի պաշտոնը եւ Ղարաբաղում Մարտակերտի Կայազորի դատախազի աշխատում։ Եվ հիշում եմ խոսքեր, երբ ինձ դատախազի հրաման տվեց մեր այսօրվա չէ, կալանավայրում գտնվող այն դատախազը Հայաստանի Հանրապետության, որը ստորագրում է ինձ դատախազի պաշտոնում նշանակելու համար, որին ներկա է կադրերի բաժնի վարիչը եւ իրեն տեղակալը, որը զինվորական դատախազն էր, Հոսեփյան Աղվանը, անունազգանուն է ասում եմ, երբ նա ստորագրում է իմ հրամանը, այնտեղ զինվորական դատախազին ասում է, կնայես, որ իրեն ձեռագիրը մեր ձեռագրի նման լինի։ Դա շատ խորիմաստ միտք էր, եւ ես դա հասկացա ինչ էր։ Եվ ասեմ, երբ որ նույնիսկ երբ միլիցիայում ես իհարկե այլևս 1-2 տարի այդ պաշտոնում աշխատեցի, Տերը ինձ հետ խոսեց. դուրս եկ, բավական է այլևս աշխատես։ Բավական է այլևս աշխատես։ Եվ ես դիմում գրեցի, արդեն 43 տարվա օպերատիվ ստաժ ունեի, թոշակի եմ անցել, թոշակավորված, եւ այլևս իրավաբանությամբ չզբաղվեցի, որովհետեւ Տերը անգամ չթողեց ես գնայի փաստաբան աշխատեի։ Երբ փաստաբանների կոլեգիայի դրան մոտ 3 տարի անհատ մեջ գնում էի, Սուրբ Հոգին ինձ կանգնեցնում, ասում հետ դարձի, այդ քո տեղը չի։ Եվ ես այլևս չաշխատեցի դա։ Եվ ես իրավաբանությունը այդպես խաչքարեցի, այլևս դրանով չզբաղվեցի, չնայած մասնագիտություն էր, դա էլ մասնագիտական բայեր որ կար։ Իսկ ինչ վերաբերում է, երբ որ ես քննիչ էի աշխատում Ախուրյանում, ինձ միլիցիայի պետը, դատախազը, ԿԳԲ-ի պետը կանչեցին եւ ասեցին. լսել ենք, որ քո եղբայրը հավատացյալ է։ Ես գիտեի, որ հավատացյալ է ինքը, Սամվել եղբորս մասին էր խոսքը, բայց ես ոչ ստեցի եւ ոչ էլ որևէ բան։ Մենակ այսպես մի տեսակ հարցակողական ոճով խոսեցի։ Հասկանում եք ինչ եք խոսում։ Այդ կան մի բան։ Ու լռելու ես վախեցած իրա ես նայեցի, գնա, լավ գնա։ Շու այդպես ստացվեց ամեն ինչ։ Իհարկե իմ եղբորս հետ շատ ուշեր կա, մենք 4 եղբայրներ ենք, բայց ես ավելի մտերիմ մենք իրար հետ ենք եղել։ Մեր բնավորությունը, մեր ասենք այդ դասիրակության ձևը եւ այլն, այդ ամենը ես տեսել եմ, դա հասկացել եմ։ Նույնիսկ երկրաշարժի ժամանակ ես մի անգամ այստեղ վկայություն եմ պատմել 80 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ երբ սա էլ եմ այս վկայությունը որ ուզում եմ պատմել, անկեղծ ասած մի օր Տերը ինձ առավոտ շուտ արթնացրեց քնից վեր կաց
Սուրբ Հոգին ինձ կան վեր կաց, գրիր այն ամենը, ինչ վկայելու ես իմ մասին։ Եվ ես այստեղ ունեմ 21 վկայություն։ Տարբեր բաներ։ Ես հիմա չեմ կարող այդ ամբողջ 21-ը կարդալ, բայց 1, 2, 3 անպայման էս պատմեմ ձեզ։ Երկրաշարժի պատմության ժամանակ ես տանն էի գտնվում։ Եվ հետաքրքիր էր, որ աղջկաց դպրոց էինք ուղարկի 8 տարեկան էր։ Ես ու տղաս տանն էինք, արձակուրդ էի։ Այդ ժամանակ ես միլիցիայի մայոր էի, 70 թվականի դեկտեմբերին։ Եվ 10 օր առաջ էր եղբայրս եկել էր մեր տուն Սամվելը, խոսել էր, կնոջս սրտին էր կվել էր Աստծո խոսքը։ Ինքը աշխատանք էր եւ ժամը 12-ին պետք է գար, որ տղայից երաժշտական դպրոց տաներ։ Երբ հանգարտ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Ես ցնցվեցի, թե ինչ բան էր։ Վեր կաց, գնա այն գործը, որ պետք է երեքան էր, հենց հիմա արա։ Մտածեցի, ինչ բան էր։ Ելա հնազանդորեն հագնվեցի շորերս։ Գնացի Ախուրյան, շրջենտրոն։ Այնտեղ ես տեսա արդեն երկրաշարժը ոնց սկսվեց եւ այլն եւ այլն։ Հետո եկա Գյումրի, 3 կիլոմետր է հեռու, եկա Գյումրի, ասի գնամ առաջ աղջիկաս գտնեմ։ Դե դպրոցական են ինքը, սա արդեն քաղաքը քարուքանդ էր եղել։ Եվ ես գնացի նայում եմ աղջիկս դպրոցը դադար 2 հարգանի շենք է 5 Գյումրվա։ Լրիվ ծառապատ տարածքն է, անդարապատի պես ման եմ գալիս, ոչ ոք չկա, գնացի։ Տեսա մի հատ ծառի տակ խեջ ու կարակ աղջիկս կանգնած էր փոքր։ Գրգեցի, սիրեցի։ Հետո գնացինք մեր թաղամասը, որտեղ 43 շենքեր կային։ Ես նկարները ափսոս տվեցի, ափսոս բանի վրա, էկրանի վրա չելավ։ Ես նկարներն ունեմ, շենքը բազմահարկ շենք էր, նորակառ, ընդամենը 2 տարի ենք մենք այդտեղ ապրում, գնացինք շենքը չկա։ Հավերբի հողերին է հավասարվել, բայց ես գիտեմ, որ կինս ու տղաս բլատակների տակ եմ մնացել։ Ես արդեն լրիվ հուսահատության մեջ ընկա։ Մտածեցի, որ ընտանիքս խորտակվեց, այլևս ինչ կյանքը չկա, աղջիկասը վերցնեմ, թողնեմ Հայաստանից կգնամ։ Երկրորդ օրը եղբայրս եկավ Սամվելը։ Եկավ աղոթք էին արել, բան էին արել, եկավ։ Մոտեցավ ինձ, եղբայր ջան, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, դա քո գործն է։ Ես աղոթք եմ արել, Տերը ինձ ասել է, որ դու քո կնոջը եւ տղային կենտանի ես գտնելու։ Դե ասի եղբայրս երևի խիթարում է։ Անցավ 7 օր, դեկտեմբերի 13։ Նրանք փլատակների տակ։ Փլատակները քանդելով տարել էին։ 4-րդ հարկի փլատակներից արդեն ձայներ էին լսվել։ Հրատանից տղաներ կային, որոնք ասին այստեղ մի կին կա, իր մանչի հետ, կնոջ անունը Սուսան է, տղայի անունը Կարեն է, օգնություն են խնդրում։ Եկան, այդտեղ քանդեցին, մի 15-20 րոպե երկուսինը կենտանի հանեցին։ Ողջ եւ առողջ։ Եղբայրս նորից մոտեցավ ինձ, Սամվելը։ Ասեց հիմա հասկացա՞ր ինչ կատարվեց քո կյանքում, ով արեց դա։ Նա արեց։ Դե հիմա կնամ մտածի։ Ու աշնանաբար ես սկսեցի փոխվել, որովհետև դա ճշմարտություն էր, դա Աստծո կամքն էր, Աստված արեց, նախ եւ առաջ ինձ հանեց, եւ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Եթե ես դուրս չգայի, ընդունենք չլսեի, դուրս չգայի, ասում ես ինչ ձայն է։ Եվ ես կմնայի փլատակների տակ, կմեռնեի, աղջիկս անհետ կկորեր։ Ես չեմ ասում կնոջս ու տղայիս մասին։ Կինս աղոթք էր անում փլատակների տակ։ Եվ այդպես դա շատ հզոր վկայություն է, որ ես միշտ պատմում, ասում եմ եւ այլն, եւ այդ վկայությունները, գիտեք ինչ, շատ լավ հիանալի խոսքեր կա առաջի Հովհաննեսի 5-րդ գլխում խոսքեր կա, որտեղ մենք մեր վկայությունները պատմում ենք, բայց պետք է Աստծո վկայությունը դրանով պատմենք, որովհետև մենք եթե ինչ-որ բան վկայում ենք Հիսուսի մասին, մենք վկայում ենք Աստծո մասին։ Եթե մենք հենց այնպես հպարտություն ենք դրսևորում եւ խոսում ենք ինչ-որ բան ստում ենք ստեղծագործել կամ ինչ-որ մի բան, ոչ մի դեպքում։ Հիանալի խոսք է, ես այդ պաուզում եմ այդ երկու նախադասությունը ընդամենը կարտալ, իհարկե ժամանակի պերումով դա շատ բան չի անում, ասում է
որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձում է, ով որ չի հավատում Աստծուն, սրախոս է արել նրան, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին, եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունենա, կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Ով որ որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը եւ ով է հաղթում աշխարհին, եթե նա ով հավատում է թե Հիսուս Աստծո որդին է։ Այո, այսօր մեր հավատքն է, մեր հավատքը պետք է շատ ամուր լինի, հզոր լինի, որովհետև այդ հավատքի հզորությունը հենց Հիսուսով է պայմանավորված, առանց Հիսուս հավատք գոյություն չունի։ Մի ուրիշ վկայություն եմ ուզում պատմել, անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին ես եւ կինս Եգիպտոսից ինքնաթիռով վերադառնում ենք տուն։ Ինքնաթիռը երկու նեղ փոքր արանք էր, նստած էին մարդիկ բոլորը Հայաստան են գալիս եւ չինացիներ են սպասարկող ազնագազմը, հանգած նստածներից մենք առաջի շարքում ենք նստած, ես ցախ կողմում, աչքինս աչ կողմում էր նստած, կողքն երիտասարդ ամուսիններ են նստած, նաև իմ կողքում, հանգարց հետևից մեծ աղմուկ խժժոց լսվեց, այնպես են չչում, այնպես ասում, այս ինչ եղավ, մենք աղոթում ենք իհարկե ինքնաթիռի թռիչքի համար, ուղևորների համար եւ այլն, ամեն ժամանակ որ գնում ենք, եւ ինչ տեսանք մեկին քաշ տալով ոտքերից, անշնչած վիճակում բերեցին, հասրեցին համարյա էլ տեղ չկար առաջ տանելու, բժիշկները գնաց է կանգնել են, ինչ անեմ, ես heç բան չեմ կարող անեմ։ Ես նստած տեղից վեր կացա նստարանի վրա, ծնկներով հենվեցի, կնոց ասի Սուսան դարձի աղոթում ենք, ու ես սրանք աղաղակում են, ես բարձր աղոթք եմ անում Հիսուսի անունով այդ մարդու նկատմամբ, որ մահվան հոգի հեռացիր, կյանք վերադարձիր այս մարմնի մեջ, Տեր, որ դու Սուրբ Հոգի ես, որ դու այս անոթը ստեղծել ես քո պատկերով, որ քեզ կերպարանակից լինի։ Ես աղոթք անում եմ այսպես, մարդիկ կա, դե մտածում են դες ինչ է բան անում եւ այլն, բայց ես իմ աղոթքը չեմ տատարեցրել եւ այդ մարդը վեր կացավ։ Պարզվեց, որ նա սրտի վիրահատություն է տալել։ Վարացել է, անշնչած վիճակ։ Մարդը հելավ գնաց, ես չկարողացա այլևս մոտենալ, որովհետև արանքը շատ նեղ էր։ Գիտեք ինչ, ես ամբողջ այս վկայությունները, որ ես գրել եմ, դա պատական չեմ գրել։ Դա գրել եմ ու փառք եմ տալիս Տիրոջ։ Ես շնորհակալ եմ Հիսուսին, այդ ամենի համար, որ արել է։ Մի օր մեր քույրիկներից մեկի տանը աղոթքի ծառայություններ, ես առաջնորդում աղոթքը, իմ աղոթքից հետո 5-6 կանայք էլ արդեն կային, իմ կինս էր այդտեղ, նրանք սկսեցին աղոթել, գլուխս դրեցի սեղանի վրա ու աղոթք եմ անում, ես միացած աղոթք եմ անում ու հանգարց Տերը ինձ հետ խոսեց, ես այլևս իրանց աղոթքը չեմ լսում, իմ Տերը ինձ ասեց, խոսեց Սուրբ Հոգին, ինչ է դրված քո առջև, աշխարհի քարտեզը բացվել է իմ աչքերի առաջ, ես դպրոցում լավ եմ սովորել, աշխարհագրություն, պատմություն եւ այլն, ցույց տուր աշխարհի ամենամեծ գետերը, եւ ես ցույց տվեցի աշխարհի ամենամեծ գետերը, Ռուսաստանի գետերից Վոլգան, Ենիսեյ, հետո Չինաստանի Խուանխեյան ցզի, հետո Ընտկաչինի Ինտոս Կանգեզ, հետո եկանք աֆրիկյան գետերը այնտեղ Նեգոսը, հետո Կոնգո գետը, հետո Եվրոպայում Դանուբը, Դնեստրը եւ այլն, Ամերիկայում էլ Ամերիկայի գետերը ցույց տվեցի, Ամազոնը, Պանաման եւ այլն, այսպես ցույց տվի։ Ու լարություն, ասենք դերը ինչի է հարցնում ես, ամբողջ քարտեզը իմ աչքի առաջ բացված։ Ասեց հարցրեց ինձ, գետերը որտեղից են սկիզբ առնում, ասի վտակներից, վտակները որտեղ են լցվում, ասի գետերը որտեղ են լցվում, ծովերը, հստակ պատասխանում են, ոնց որ ուսանողը նստած դասախոսին, դասախոսը հարցնում է, պատասխանում են։ Եվ վերջո, ասեց, իսկ ծովերը որտեղ են լցվում, օվկիանոսը։
ասես ինչի համար եմ ես քեզ հարցնում։ Վտակները դրանք հոգևոր մարդիկ են։ Գետերը դրանք հոգևորների համակցությունն են։ Ծովերը դրանք եկեղեցիներն են։ Իսկ արտությանը, Օվկիանոսը, դա արտության համաշխարհային օվկիանոսն է։ Քաջացեք ես հաղթել ոչ։ Կներեք։ Եվ ինչպես ստացվեց, որ ես գնացի նաև սովորեցի ստացա այդ կրթությունները, աստվածաբանական դպրոցը, աստվածաշնչյան դպրոցը, նաև ուրիշ Ամերիկայի գլոբալ աստվածաբանական համալսարանը ավարտեցի։ Եվ կնոջս երբ տարա աստվածաշնչյան դպրոց ինքը տեղը չգիտեր։ Դե փաստաթերով են ձևակերպում, բան ընդունում եւ այլն։ Տարա հետ դարձի ճանապարհին Թուլիսյան խճուղու վրա էր գտնվում։ Կինս ասեց կգնաս տուն, հետո սառնանից հանես այս ճաշը, տակածնես չգիտեմ ինչ եւ այլն։ Գնացի եւ ճանապարհին դուրս եկա փոքր արահետ է, որ պետք է բարձրանամ դեպի ավտոբուսի կանգառը նստեմ ու գնամ Նորքի մասի։ Տերը խոսեց ինձ հետ, Սուրբ Հոգին։ Կանգնիր, հրամայեց։ Այն նույն ձայնը, որ ես կյանքում մի 5 անգամ լսել եմ։ Կանգնիր, հետ դարձիր, գնա այնտեղ, որտեղից եկար։ Ոյ քեզի բան, ոչ առաջից գնացող մարդ կա, ոչ կողքիցս, ոչ հետևից, որ ինչ-որ մեկը խոսի։ Հնազանդորից շրջվեցի, տարա հետ գնացի նստա աստվածաշնչյան դպրոցը, հետևի շարքը, 10 արդեն 10 էր գնում եւ այլն, արդեն 10 միջոց եղավ, կինս զանգեց, ասեց ոնց է, հանեցի ճաշը տակցի, ասի հա, բա ոնց, հələ գլուխդ հետ դարձրու կտեսնես, տարավ տեսա որ նստած է։ Հետո ես պատմեցի այս վկայությունը, պատմեցի, որ թե ճանապարհին ինձ հետ ինչ պատահեց, եւ ես այդտեղ 3 տարի սովորեցինք միասին, հետո 5 տարի, 4 տարի գլոբալ աստվածաբանական համալսարանը, որը Էմանուելում էր 10-10-ները գնում, եւ այդ կրթությունները ստացանք եւ շնորհակալ եմ Աստծուն այդ գիտության համար, այդ ճշմարտության գիտության համար, որ ես այդպես մանրամասն սովորեցի, որ պետք է մեր կյանքում, որովհետև խոսքում է Հովհաննեսի ավետարանում է Հիսուսն ասում է իմ խոսքն է ճշմարտությունը, ով որ հավատա մահ չի տեսնի հավիտյան։ Այո, Աստծո խոսքն է։ Աստված է հենց ամեն ինչ անում, մարդու սիրտը քննում։ Հետո Աստված է մխիթարողը, եւ Սաղմոս 119:50-ում ասում է իմ նեղության մեջ այն է, իմ մխիթարությունը, որ քո խոսքը ապրեցնում է ինձ։ Տիրոջը շնորհակալ ենք ամենի համար։ Եվ վկայությունները շատ են, ես ժամանակի բերումով չեմ բանանում, պարզապես այն, որ մենք մեր հավատքը պետք է ավելի ամրացնենք, զորանանք, երբեք չվախենանք, Աստված մեզ չի տվել երկչոտության հոգի, տվել է զորության, սիրո, զգաստության հոգի։ Ոչ մի բանի չպետք է վախենանք։ Մի օր դա էլ ասեմ, էլի վկայություն է։ Գիշեր ժամը 1-ին դուրս եմ եկել, ամառվա եղանակեսի, ու գիշեր դուրս եմ գալիս, հաղորդելով ման եմ գալիս։ Լավովյան փողոցում եմ ասում, դերեր բարձրաշենքը չկար, շինարարական աշխատանքներ էր գնում, ուրեմն հանգարց 5-6 խոշոր շներ, բերանները բաց հարձակվեցին ինձ վրա, սպիտակ շներ էին խոշոր, որ հարձակվեցին ինձ վրա, ես չվախեցա, Հիսուս ջան, ես չեմ վախենալ, ինչ ուզում է լինի, ուզում են ինձ հոշոտեն, ես չեմ վախենալու, ու աղոթքը շարունակեց, այս շները եկել են իմ բոլորս պես պատտվում են կռուգում, մի 6-7 կռուգ տվի, բերանները բայց չեն կարողանում մոտենամ, բերան չեն կարողանում գցեն շները, ու հետո թողեցին գնացի, ես հիշեցի Դանիել Մարգարեին, շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ եմ ես ամենի համար, երբ որ ես ասեմ, այս վկայությունները Աստված ինձ տվել է,
որ ես միշտ վկայեմ իրեն մասին, անկախ նրանից, որ եկեղեցին ուզում է լինի, անկախ նրանից մարդը ապաշխարության գալիս է, դա այդ ապաշխարության գալու բանը ես մի բան ասեմ, մենք մի դասընթաց ենք համալսարանից անցել, որը բացատրական քարոզություն է կոչվում, մենք պետք է կարողանանք տարբերակել տվյալ միջավայրը, տվյալ մարդկանց մթնոլորտը, արդյոք կարելի է Աստծո խոսքը խոսել, այն մարգարիտները շների առաջ չթափեն, այ եթե տեսնում ենք, որ իսկապես զգում ես այն մթնոլորտը, որ ջեր մթնոլորտ ես, արդեն կարող ես խոսել, բայց եթե զգում ես անտարբեր սառած մարդը եւ այլն, անիմաստ է դա խոսելը, երբեմն հալազանքի ես ենթարկում, վիրավորանքի ես ենթարկում, դրանք պետք չի։ Շնորհակալ եմ Տիրից, ամենի համար Ղարաբաղում էլ ամեն ինչ ես տեսա շատ բան։ Եվ երկար պատմություններ են, որ ժամանակ չէ, որ ես պատմեմ, դրանք վկայություններ են, որոնք որ կան։ Անգամ մի բան էլ հիշում եմ, ես փոքր արահետով քայլում եմ, եւ որ ուզում եի տարախասություն գնալ, ես իմ ցախ կողմից, ես չի նկատի, ես արահետը այսպես ուշ գնում է, այս կողմը այնտեղ քարիզ են ասում, քարիզի ջուրն էր գնում, կանաչապատ տարածք էր, մի հսկայական օծ 3 մետր երկարությամբ, 3 մետր, այս ցախ կողմիցս եկավ, ցախ կողմիցս որ եկավ, ես քայլում եմ, չեմ նկատի, ոտքս բարձրացել ուղիղ վրան էի տնելու, ոչ տեսա, ուղիղ կանգնեցի, զինվորը ոնց է միրնա կանգնում, մեկ ոտի վրա կանգնեն, ես քարացած, մենակ ասում եմ, Հիսուս ջան, բայ ինձ, ես օծը իմ ոտքերի տակով, հսկայական օծ, ես այդ օծ չի տեսել, մենք օծ շատ ենք տեսել, գործայի կամ իժե եղան, բայց 3 մետրանով օծ այդ հսկայական ես չի տեսել, գնաց, ոտքերից տակով անցավ, գնաց, հետո պատեցին որ գնացի, և ինչ ասեմ, դա կյանք է, որ մարդու կյանքում ամեն ինչ լինում է, ամեն ինչ պատահում է, բայց երբեք, ինչեր ուզում է լինի, ինչ ծանր վիճակի մեջ էլ հայտնվել, երբեք վախ չունենաս, Հիսուսն է քո Տերը, Հիսուսն է քո Փրկիչը, Աստված է քեզ պահում, այդ վստահ եղեք, հաստատում վստահ եղեք, մի բան այլ պատմեմ ու նոր ասենք մի հատ աղոթ կանենք, և Ղարաբաղում աշխատում էի, այստեղ շատերը բանակում ծառայել են, հեր տղամարդիկ, եղբայրները, գիտեն ավտոմատը ինչ զենք է, ինչ կառուցվածքը ինչ է, և նաև գիտեն, նաև պատկերացնենք ինչ բան է ռիկաշետը, անդրադարձ, որը գնդակը կապնում է մի բետոնե մի տեղ, բետոնը կամ մետաղյա մի տեղ և գնդակը հետ է գալիս, դա շատ վտանգավոր բան է, զինվորը զենք անսարքեր եղը, պայեստատուպը 29 փամփուշտներով հանել է վրայից, այն մյուսը Աբովիչի բանը չեր աշխատել, զակը որ քաշում են, ձկանը չեր աշխատել, չեր պատկերացրել ինչ է, կրակել էր, կպել էր ընկերոջ թևին, գնդակը մնացել էր թևի մեջ, դեպքի վայր եմ գնացել, ինձ հետ եկել է իմ օգնականը և եկել է Բալուջայի հետախուզական գնդի հրամանատարը գնդապետ Աշոտ Պողոսյան, անմազգաններ եմ ասում, մարտական առաջի խաչի շքանշանակիր, Բայ ես ալամ գալիս, իրանց լեզվով եմ ասում, դեգուս Ղարաբաղցի լինի ձեր մեջ ոչինչ, ասի արի, եկավ հետները, զենքը վերցրեցինք, գնացինք այդ դեպքի վայրը մի 100 մետրանոց կողմ է, մեծ կողմ է, որտեղ 40 զինվորներ պարգած են, գիշերային հերթափոխություն եկել, վերեկը պալատկով ծածկված երեխեքը, հերս ոստիկանության աշխատողներ կան, այդ տղային կանչի տղա ջան, ասի մի հատ պատմի տեսենք ոնց եղավ, բացից ես էստեղ կանգնած է, այսպես, այսինքն շատ հասարակ սովորական մի բացատրություն էր, դա այդտեղ բարդություն չկար, թե ոնց եղավ, ինչ եղավ, ես օգնականից ասի, ես դեպքի վայրը տեղազնդությունը կատարեմ, սխեման կգծեմ, ինչ է տեղի ունեցել, ոնց է, այսպես, կտամ քեզ գործի քննությունը դուք շարունակես, բահա, մեկ ես Պողոսյան Աշոտը իմ հետևում նստած է, 1 մետր հեռավորության վրա, ես իրան չեմ էլ տեսնում, գիտեմ, որ հետևս նստած է, բա հալա մի արի էստեղ, ինձ ալ մի հատ պատմի տերանք ոնց է լավ է, լեզվով եմ խոսում, որտեղ դեն չեմ լսել,
ասի Աշոտ, ասի պատմեց, չհասկացար ինչ պատմեց։ Չէ, հենա ինձ էլ մի հատ պիտի պատմի, բա հələ այն ավտոմատը բերեք, էս իմ օգնականը։ Գնաց այդ ավտոմատ զենքա առավ, բերավ, տվավ իրա ձեռը։ Բա այս տատուկն հետը, որի մեջ 29 հատ փամփուշտներ կա։ Խոսում է, ես չեմ մնա պատկերացնում, թե ինչ է ուզում սա անի։ Հայ, ես գրում եմ, սխեման եմ գծում բան, մեկը պայես տատուկը դրեց վրեն, այս բանը քաշեց, ցկանը որ քաշեց, ավտոմատը կրակահերթ ավտոմատի չեսկի սկսեց կրակել։ Ուրեմն պատկերացնում եք 29 փամփուշտներ, գոմը ցածր էր, վերևը բետոն էր։ Հա, հիմա այս ավտոմատը պատտվում է, բայերին ձայն էր, մի սարսափելի բան, մինչև 29 պատրոնների կրակուց բան եղավ։ Ես մենակ գլուխս բռնել եմ, ես բռնել եմ, որտեղ ահավոր ձեներ իմ կողքից է կրակում։ Մենակ ասում եմ, Հիսուս ջան, պայիր, ինձ այս ամբողջ մարդկանց պայիր ազնակազմին։ Կրակոցը վերջացավ, տարա, տեսա Աշոտը շիտ գազ, սպիրագազ, են մերերի գույն, որ կա, ասի Աշոտ ես ինչ արեցիր, բայց չիրեմ ինչ լավ, ասին ոնց թե չիրես ինչ ավ, էդ որ կնդապետ ես, էդ որ զենքի մասին կաղապարում ես, դու չգիտես ինչ եղավ, ասի հələ փորձի հանգարց որևէ մեկին մի բան եղած լինի, գորրացիկ բոլորը բանելով, արդեն սպասում են ոստիկանները գետնի վրա են պարկել, սա փոշու մեջ կորել են, ես էլ փոշու մեջ կորել, որովհետև այս պատալոկին կրակածները սա փոշին տախից լսվել են, ահա որ վիճակ է, ասի իրը բոլորին ոտքի կանգնեցրեք, բոլորը ոտքի կանգնեցին, բոլոր զինվորները ոտքի կանգնեցին, և ոչ մեկին ոչինչ չէր եղել, բայց ինչ եղան գնդանները, 29 փամփուշտները ինչ եղավ, և ես տեսա Աստծո փառքը, երբ որ գլուխս թավ տվեցի, գնդակները պեսոկի վերածված մանր փոշու էին վերածվել, շնորհակալ ենք, եկեք, մի հատ աղոթք կանենք, եթե այս վկայությունների մասին պատմի աղաքին ժամանակ կկրեր, ես մեր բան չարեցի, պարզապես են է, որ վկայությունը անհրաժեշտ է, որ մենք Աստծո մասին վկայենք, Աստծո փառքի մասին վկայենք, ոչ թե մեր փառքի մասին, մենք փառք չունենք, Աստված է, Աստծուն է փառքը, միայն նրան է փառքը,